Partիրոջը, սիրելի եղբայրներ, քույրեր, ինչպես մեծ ռեֆորմատոր Մարտին Լյութերը այսևի արտահայտություն արել, որ Աստված ոչնչից արարեց ամեն բան։ Եթե մարդը իրան մի բան կարծում, Աստված այդ մարդու հետ գործ չունի, որտեղ Աստված ոչնչից ամեն բան արարում եւ ոչ թե ինչ-որ մի բանից։ Դրա համար Տերը թող օգնական լինի, Աստծո ողորմությունը լինի։ Այս որ մարդը փառք է որոնում, այս որ մարդը ինչ-որ գովասանք է փնտրում ուրիշներից, սա խոսում է իր ներսի դատարկության մասին։ Ցանկացած մարդու ներսի դատարկությունը ինչ-որ բանով պետք է լցվի, եւ այդ դատարկությունը տարբեր կերպերով են լցնում։ Իմաստուն իր իմաստունով չբարձենա, զորավոր իր զորությունով չբարձենա, հարուստ իր հարստությունով չբարձենա, ամեն մարդ մի բան փնտրում է գտնի, որ իր ներսը լցվի այդ ներկայությունով, այդ ինչի մասին որ ինքը որոշել է։ Օրինակ ասենք Սամարացի կինը, հիշում եք, իր ներսի դատարկությունը ուզում էր լցնել մարդիկ փոխելով, մարդկանց փոխելով, իրան թվում էր թե իր ներսի դատարկությունը կլցվի։ Հիմնականում ամենամեծ դժվար խնդիրը սա է, որ մարդը իր ներսի դատարկությունը ուզում է փառքով լցնի, երևալով լցնի, ինքնահաստատվի, ինչ-որ միտեղ երևա, որ ինքն էլ է մի բան, ոնց որ աշխարհիկ մարդիկ են ասում են, եթե մի 10-ից ետենք գոնե մի 5-ից առաջ ենք, ասինքն հենց որ չերևա, որ ինքը ոչ մի բան է։ Եվ այդ առումով, որ մարդը իր ներսի դատարկությունը ուզում է իր ամբարտավանությունով, հպարտությունով, փառքով լցնի, ես մի օրինակ եմ ուզում բերել, ասենք այդ ձևի Աստծո մարդկանցից, մեծագույն մարդկանցից երկուսի մասին, Մովսեսի եւ Ահարոնի մասին, երբ որ Իսրայել ժողովրդին իրանք բերեցին Սին անապատը, Կադեսի մոտ բանակ տվեցին եւ այնտեղ ջուր չկար եւ ժողովուրդը ջուր ուզեցին, տրտնջացին Աստծոն եւ տեսեք ինչա գրված այդ մասին Թվոց 20-րդ գլխի 7-ից 13 խոսքերի մեջ։ Եվ Եհովան խոսեց Մովսեսի հետ, ասելով. «Առ գավազանը եւ ժողովքը ժողովիր, դու եւ քո եղբայր Ահարոնը, եւ խոսեցեք ապարաժին նրանց աչքերի առաջին, եւ նա կտա իր ջուրը, եւ դու ապարաժին ջուր կհանես նրանց համար եւ կխմեցնես ժողովքին եւ անասուններին»։ Եվ Մովսեսը Եհովայի առաջից առավ գավազանը, ինչպես որ նա իրեն պատվիրեց, եւ Մովսեսն ու Ահարոնը ժողովքեցին ժողովքը ապարաժի առաջին եւ ասեց նրանց. «Լսեցեք հիմա, ով ապստամբներ, այս ապարաժիցը ջուր հանեք ձեզ համար»։ Եվ Մովսես իր ձեռքը բարձրացրեց եւ գավազանով 2 անգամ ապարաժին զարկեց, եւ շատ ջուր դուրս ելավ, եւ ժողովքը եւ նրա անասունները խմեցին։ Եվ Եհովան խոսեց Մովսեսի եւ Ահարոնի հետ, որտեւ ինձ չհավատացիք ինձ Իսրայելի որդկանց աչքերի առաջին փառավորելու, նրա համար դուք այս ժողովուրդը չեք տանել այն երկիրը, որ նրանց տվի։ Մերիբիայի ջուր է սա, որի վրա Իսրայելի որդիքը Եհովայի դեմ վիճեցին, եւ նա փառավորվեցավ նրանց մեջ։ Սիրելի եղբայրներ, քույրեր, այստեղ պարզ Տերը Մովսեսին ասում է. «Այդ ապարաժին նայեք, գավազանը վերցրու», բայց չի ասում խփի ապարաժին։ Ասում է այդ ապարաժին ասա, ապարաժին քեզ ջուր կտա։ Մենակ պետք է խոսային, ասեն ապարաժ ջուր տուր մեզ։ Ինչի համար, որտեվ մենք հետագայում Պողոս առաքելը նաև այդ մասին ասում է, որ նրանց արժևից քայլող վեմը ինքը Քրիստոսն էր։ Այսինքն իրանք չհավատացին, որ եթե հանկարծ այդ ապարաժին ժարին ասեն ջուր կտա։ Մովսեսը իր սովորության պես Մերիբիայի ջրերի մոտ առաջի անգամ երբ որ ջուր չկար էլի, Տերը այն ժամանակ ասել էր զարկի ապարաժին գավազանով։ Այն ժամանակ Տերը ասել էր զարկի, զարկը ջուրը տվեց, բայց հիմա չի ասում զարկի։ Հիմա ասում է ասա այդ ապարաժին, ապարաժը ջուրը կտա։ Բայց Մովսեսը չհավատաց, որ ապարաժին ասի ջուրը կտա։ Ինքը իր առաջի սովորության պես ոնց որ այն անգամ մի անգամ էր զարկը, հիմա 2 անգամ է զարկում։ Զարկում է ապարաժին, դե իհարկե եղբայրներ քույրեր, Աստված բարի է, ողորմած է, չէր թողի ժողովուրդը դե ծարավ մնային նաև նրանց անասունները, ջուրը տվեց, ժողովուրդը խմեցին, անասուններն էլ խմեցին, բայց Մովսեսը եւ Ահարոնը չփառավորեցին Տիրոջը, չհավատացին Տիրոջը, որ Իսրայելի որդկանց առաջին փառավորեին իրան,
հələ մի բան էլ ժողովրդի վրա մուննա թեկան, ասին ով ապստամբներ, ջուր անենք այս ապարաժից խմեք, ոնց որ ջուր տվող իրանք էին, կարելի ասել Աստծո փառքը իրանք կողացան, եղբայրներ քույրեր, այն ինչ որ Աստծունն էր, իրանք իրանց վերագրեցին, դրա համար այդ մեղքի պատճառով Տերն ասում է դուք չեք մտնի Քանանու երկիրը, դուք չեք տանի, մենակ հեռվից մտիկ գտակ, բայց չեք մտնի դեռ, ու երկուսն էլ եւ Մովսեսը եւ Ահարոնը երկուսն էլ չմտան Քանանու երկիրը, այն որ խոստացել էր ժողովրդին Հեսուն առաջնորդեց այնտեղ, դրա համար Աստված թողորնի Աստծո ողորմությունը լինի, Աստծո խոսքը, մենակ առաջի մասը Մովսեսը լսեց, որ ասա վերցրու գավազանը վերցրեց, մնացած արդեն չհավատաց, արդեն իրա եւ գավազանի վրա էր վստահությունը, որ խփի եւ այդ ժառից պետք է ջուր կա եւ ժողովրդին էլ ապստամբ համարեց եւ Աստծո փառքը իրան վերագրեց։ Էդի մեզանից հեռու չի, մարդուց հեռու չի, որ Աստծո գործը իրան վերագրի։ Թվա թե հենց ինքնա որ կա, իրանից ջոկ էլ ուրիշ մեկը չկա։ Դա անելով մարդը ինքնախապեյությամբ զբաղվում, եղբայրներ քույրեր, ինքնախապեյությամբ զբաղվում, որովհետև այն ինչ որ Աստծուն է պատկանում, Աստծունն, այսինքն չհավատաց Աստծուն, իրան ներսի դատարկությունը ուզեց այդ փառքով լցնի, եւ ես նորից եմ հիշեցնում, ցանկացած մարդու ներսը դատարկությունը պետք է ինչ-որ բանով լցվի, եւ այդ ներսի դատարկությունը միայն մի բանով կարելի է լցնել, դա Աստծո սուրբ ներկայությունով է լսում, ուրիշ ոչ մի բանով, որ փուչ ունայնություններին նայողները իրենց լինելու ողորմությունը ինչ են անում, թողում են, այն ինչ որ Աստված ուզում է մարդուն ողորմություն անի, փոխանակել դրան նայ, ինքը փուչ ունայնություններին է նայում, այսինքն իր մեծանալուն իր փառքին, եւ ես ինչպես ասեցի, մարդու ներսի դատարկությունը միայն Աստծո ներկայությամբ է լսում, ուրեմն աշխարհիկ մի կոմպոզիտոր կար ռուս, եսի դեռ հենց աշխարհիկ ժամանակ, անհավատ ժամանակ եմ ես լսե, մի երգ էր գրել, ու այդ երգի իմաստը սես բառեր կար, ասում էր для полного счастья, պայմիտի, չիվոտը դաժնա не хватает, ասենք ամբողջական երջանկության համար հասկացեք, ինչ-որ մի բան պետք է հերիքի, եւ դրա համար Տեր Հիսուսը Սամարեցի կնոջը զրուցելուց ասում է այդ ջրից խմողը դարձյալ կծարավի, բայց այն ջուրը որ Տերն է տալի հավիտենական կյանքի համար է բխում, էլ մարդը երբեք չի ծարավի աշխարհի այդ կեղտոտ ջրերին, ինչպես Երեմիա մարգարեության 2-րդ գլխի 13 խոսքում Տիրոջ խոսքը հնչում է, ասում է իմ ժողովուրդը կրկնապատիկ չարություն գործեց, ինձ կենաց ջրի աղբյուրից թողեցին եւ իրենց համար հորեր փորեցին, ցակցակոտ հորեր, որոնք չեն կարող ջուր պահել։ Եկեթի որն է այդ կրկնապատիկը, առաջինը, ասում է ինձ կենաց ջրից աղբյուրից թողել են հերիք չի, դա առաջի չարությունն է։ Երկրորդն էլ իրենց համար հորեր են փորել, ցակցակոտ հորեր, որ ցակա ջուրը չի կարա պահի։ Այդ խոսում է նրա մասին, որ Տիրոջը կենաց աղբյուրին մարդը թողել է, իր համար ինչ-որ երջանկություններ է փնտրում, իր համար ինչ-որ բաներ է փնտրում, որ իր ներսի դատարկությունը լսվի, որը երբեք չի կարող լցվել։ Աստված օգնի, Աստծո ողորմությունը լինի, սիրելի եղբայրներ քույրեր։ Ուրեմն այդ մարդկանց, որ իրանց Աստծո փառքը ուզում են իրանց վերագրել, այդ ծևի մի ես օրինակ եմ լսել ռուս եղբայրներից, միտեղ մի հատ մեծ կոնֆերանս է լինում, ու այդ կոնֆերանս անցկացնող եղբայրը այդ խոսող եղբայրներին նստում է բոլորին հերթով ասում ու պետք է խոսա, ինքն այդ մեծ դալիճի մեջ ինձ ուզում է ցույց տա ինչ ինձ մեծ պաշտամունք պետք է կայանա, մեկ էլ գյուղերից մեկում մի հատ գյուղացի եղբայր է լինում, այդտեղ ծեր եղբայր է լինում, այդ եղբայրն ասում է, եղբայր ջան, ժողովի բացումը դու պետք է անես, ժողովի բացումը դու պետք է անես, Այդ եղբայրն ասում է, չէ եղբայր ջան, ես իսկան բազմության առաջ ես չեմ կարող խոսալ։ Իմ մոտ մի հատ փոքր մի 5-6 հոգի են այնտեղ ժողով ենք անում, այդքանի մեջ, ես ասում եմ, այսքանի մեջ չեմ կարող խոսալ։ Այդ եղբայրն ասում է, չէ, տանցկացնող եղբայրն ասում է, դու պետք է քարոզես, դու պետք է սկսես։ Վերջը մի կերպ այդ եղբայրը դոտողալով ելնում է բեմի վրա, սենց նայում այդ բազմությանը լրիվ շփոթվում է, խառնում է իրար, ուրեմն գիրքը բացում է այս ծննդոցից մինչև հայտնություն մանակալի, այս թուղթը չի գտնում, մանակալի այս կողմ, մանակալի այն կողմ, ժամանակը անցնում է,
այդ անցկացնող եղբայրն էլ արդեն չգիտի ինչ անի, ոնց որ ասած ներվայնանում է, վերջը դե ժամանակը գնում է, եղբայրները պետք է քարոզեն, պետք է երևա իր եկեղեցում ինչ հզոր պաշտամունք անցկացվում, այսինքն ոչ թե սպասում են, որ Տերը փառավորվի։ Այս եղբայրը մանակալի չի ճարում, մեկ էլ որոշում է ակնոցը հանի գրպանից, ակնոցը հանում է, տենում է փոշոտա։ Հիմա մի ժամ էլ այդ փոշին է մաքրում, հագին մաքրում է, սենց մաքրում է, որ ակնոցը մաքրում է, տենում է, ավելի է վատանում այդ մեծ բազմությունը, վերջի գիրքը փակում է, եղբայրներ քրեր։ Մենակ մի համար է հիշեցնում Սուրբ Գրքի ծանգիր, Հովանու 3:16, «Որտև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվավ, որ ամեն ով որ նրան հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա»։ Գիրքը փակում է, ծնգյակալի աղոթելու, Սուրբ Հոգին իջնում է 4 ժամ աղոթք են անում, այդ ոչ մի եղբայր չի խոսում, ոչ մեկ չեն խոսում, դա Աստված փառավորվում է, եղբայրներ քուրեր, ոչ թե մարդու փառքներ, ոչ թե ցույց տային ինչ կոնֆերանս էր, այլ Աստվածը իր փառքը ցույց տալի տեղ եղբայրներ քուրեր։ Դրա համար Աստծո օրհնությունը լինի, Աստծո ողորմությունը լինի, ասում գնալով ես պետք է փոքրանամ, իմ հետևից եկողը պետք է ինչ անա, մեծանա։ Տերը թող օրհնի, Աստծո ողորմությունը լինի։ Ուզում ենք Տիրոջ փառք երևնա, մեր փառքը պետք է ամբողջովին նսեմանա, հավասարվի զրոյի, եղբայրներ քուրեր։ Ինչպես այդ մասին Եսայա մարգարեության 2-րդ գլխի մեջ գրված է, Եսայա մարգարեության 2-րդ գլխի 11-12 խոսքերը։ Մարդիս ամբարտավան աչքերը պիտի խոնարհվին եւ պիտի իջնե մարդկանց հպարտությունը եւ միայն Տերը պետք է բարձրանա այն օրը, որտեղ զորած Տերը մեկ օր ունի ամեն ամբարտավանության ու բարձրության դեմ եւ ամեն հպարտացածների դեմ եւ նրանք պիտի ցածանան։ Եվ 17 խոսքը նույն 2-րդ գլխի եւ մարդիս ամբարտավանությունը պիտի խոնարհվի եւ պիտի իջնի մարդկանց բարձրությունը եւ միայն Տերը բարձր կլինի այն օրը։ Թող Տերը օրհնի, իր անունը բարձրանա, իր անունը փառավորվի, եղբայրներ քուրեր։ Քանի դեռ չի եկել, որ ստիպված դե խոնարհվեն բոլոր ծնկերը Տիրոջ առջև։ Այսօր այդ պահն է, այսօր այդ ժամն է, որ ինչպես 139 Սաղմոսի մեջ, Սաղմոս 2 23-24 խոսքերի մեջ ասում է. «Փորձիր իմ սիրտը եւ քննիր իմ երեխամունքները եւ տես եթե ես չար ճանապարհի վրա եմ, առաջնորդիր ինձ դեպի հավիտենական ճանապարհը»։ Աստված օգնական լինի, Աստծո օրհնությունը լինի։ Մի ասա այդ ինձ չի վերաբերում, ես սպարտ չեմ, ես իմ մոտ չի կարող այդպես բան լինի։ Ինչպես ցանկացած մարդու մարմնին այդ խաղսկեղի կլետկը կան, նայած երբ էդի գլուխ բարձրացնում, նենց էլ այդ պարտության մասնիկները, Ադամի ժառանգած այդ բաները կա, այդ վատ բաները մարդու մեջ ցանկացած կա, Բակի հանկարծ ու չմտածես, որ դա քեզ չի վերաբերում, ինձ չի վերաբերում, սա բոլորիս է վերաբերում։ Պետք է խնդրենք Տիրոջը, որ քննի մեր սիրտը, որտեղ ամեն բանից չար ու խաբեբայ առավել մարդու սիրտը, մենք չենք կարող հասկանալ մարդու սիրտը, միայն Աստված է հասկանում։ Եվ եթե զգանք, եւ եթե տեսնում ենք, որ ինչ-որ բան այնպես չի, պետք է Տիրոջը խնդրենք, որ ինքը քննի մեր սիրտը, մեր երեխամունքները, այսինքն մեր էությունը, մեր մտածմունքները, եւ եթե տեսնի, որ չար ճանապարհի մեջ ենք, առաջնորդի մեզ դեպի հավիտենական ճանապարհ։ Իր անվանը փառք հավիտյան ամեն